գործողությունա տեղ ունենում, ու ինքը ինձ պետք է ապտակի։ Ապտակելուց որ ապտակում է, բեխից ծայրը թեքվում է։ Այդ ժամանակ թատրոնի մնացորդը մեր Կարմիր գլոբում էր, տենց ասեմ որ մեր հանդիսատեսը շատ լավ գիտի, այնտեղ էին գնում գալ Հրազդանից, ոտքով այնտեղից տուն էին գալիս։ Նույնիսկ քույքեր կար։ Ինչ կար այնտեղ։ Այնտեղ էր թատրոնի ժամանակ, այդտեղից սկսեցին։ Հա, Օթելո Խավասիլա Բադալյան Մկրտիչը ժամանակին ավելի շուտ, ես չեմ եղել այդ ժամանակ, բայց դե լսել եմ, չասեք, մարդիկ խոսում են։ Ողջույն Վարդան։ 1000 բարի։ Դու հիմա նստած ես մի դպրոցում, որտեղ տնօրեն ես եղել։ Կարող է։ Երևի հենց տեղից էլ կարիերան սկսել ես։ Չէ։ Ես 85 թվականին երբ ավարտեց եկա, կարող էի մնալ Երևան, բայց նպատակ ունեի, որ Հրազդանում էլ իմ քաղաքն է, իմ հայրենիքն է, ես չգամ թատրոն։ Իսկ որտեղ ես ավարտել։ Գիտեի, որ ժողովրդական թատրոն կար։ Հետո կանրադառնանք, իսկ որտեղ ես ավարտել, շատ կարևոր։ Ես ավարտել եմ Մանկավարժական ինստիտուտը, իմ ղեկավարներն են եղել Հերիկ Մալյանը, Ֆրուզե Դովլաթյանը, երևի շատ քչերից մեկն է, որ այդ հզորների հետ նստել ուսուցանել եմ, էլի իրանց սովորել եմ, իրանց ագին բաներ, շնորհակալ եմ, իհարկե շնորհակալ եմ։ Վարպետներ։ Ավարտել եմ, վարպետներն իրենք են եղել, ավարտել եմ 85 թվականին ու եկել եմ Հրազդան, իմ գալու հետ մեկտեղ այդ տարի Հրազդանի ժողովրդի թատրոնը դարձել էր արդեն դրամատիկ թատրոն։ Մի հատ արի բարձրաբար տանք, մեր երիտասարդները չգիտեն ժողովրդի թատրոնը ինչ է։ Ինչ է կոչ եւ ընդհանրապես մնացած թատրոնների հետ ժողովրդի թատրոնի տարբերությունն էլ խնդրում եմ։ Խորհրդային տարիներին, ասենք, կար այդպիսի մի բան, կուլտուրայի տներում, կուլտուրայի եմ ասում, ոչ թե ասենք մշակույթի, ժամանակ կուլտուրայի տուներ կոչվում, հավաքվում էին խմբակներ գոյություն ունեին։ Այդ խմբակների հիման վրա Այդ գործարանները այն ժամանակ խորհրդային միության ժամանակ ամեն մեկը որոշում էր իր ինքնագործ խմբակներ ունենար, բարի խմբակներ, վոկալ խմբակներ, իսկ համայնքապետարանները, այսինքն այդ ռայկոմները, այսպես ասած, թատրոններ էին բացում եւ նպատակը այն էր, որ հանդիսատեսին կրթեն, նաեւ զբաղվածություն ստեղծեն բավոր դասակարգի համար։ Այդ ժամանակ թվում էր թե ասենք ոչ մի բան չկա, բայց այնքան շնորհքով մարդիկ են եղել։ Ես գիտեմ։ Այնքան շնորհքով մարդիկ եկել եմ Բադալյան Մկրտիչը։ Ուշ, ասենք, ժամանակ Բադալյան Մկրտիչներ, Դավթյան Վալուդյաններ, նույնիսկ իմ հայրն է շատ վաղուց խաղացել այդտեղ, շատ։ Բայց այդ արքիներ որ բերում էին պրոֆեսիոնալ ռեժիսորների, այդ մեկը տենց լուրջ ինչի համար, ինչն էր խնդիրը, թող ընդեղ էլ, ասենք, բաներ, մի հատ բանի ցեխի բան, ինժեներ դառնար գեղարվեստական ղեկավար։ Չէր կարող։ Բայց չի Իշխան Չէր կարող լինի։ Երևանում կային, ասենք, դերասաններ, ռեժիսորներ, որոնք պարապուրտ ունեին, ոչ ամբողջովին էին, էլի ասենք, ստեղծագործում, որովհետև պահկար իրանք հանգստանում էին, ինչ որ բան պիտի բեմադրեն։ Ամեն դեպքում գումար աշխատելու միջոց էր այդ ժամանակ։ Ես չեմ եղել դրանց առաջ ավելի շատ մեր թատրոնի Աշոտ Սարգսյանը գիտի պատմությունը, ովքեր էր եկել, ով չէ։ Ես եկել եմ Իշխան Ղարիբյանի օրոք։ Սենց ասեմ, մեծ մեր Իշխան Ղարիբյանի, որի մոտ խաղացել եմ, նույնիսկ ասենք հասցրել եմ էդ էլ խաղամ, խաղացել եմ Իշխան Ղարիբյանի մոտ ոտքի դատարանն է գալիս ներկայացման մեջ ու Բաղդասար Աղբար ներկայացման մեջ, ես փոխարինում էի դասական գործեր էին, բայց կարացել եմ խանդային ժամանակ։ Հիմա ինչն է հետարքիր, որ դա էլ է մեջբերում անում, հետո կմոռանանք, որ չասենք էլ, ինչն է հետարքիր, որ պրոֆեսիոնալ հիմի բարձր այդ կայացած թատրոնները, հա, այդպես հիմնարկները հրս չեն անում, այդպես շատ զգուշությամբ են դասական գործերին մոտենում, բայց ժողովրդի թատրոնները բեմադրում են Բաղդասար Աղբար։ Օթելո էին բեմադրում, ինչքան հիշում, ինչքան գիտեմ։ Հա, Օթելո Խավասիլա Բադալյան Մկրտիչը ժամանակին ավելի շուտ, ես չեմ եղել այդ ժամանակ, բայց դե լսել եմ, չասեք, մարդիկ խոսում են, ասում են, ես Բադալյան Մկրտիչի հետ եմ խաղացել։ Իմ համար կարևորը իմ հայրենիքն է, որ ես մնացել եմ մինչև այսօր նույնիսկ շատ ովից գիտի, ասում դու չփոխվեցիր։ Բայց ես որ ցան մեջ, քո գործի մեջ, իհարկե չես փոխվի, դու այդ հիվանդներից ես, որոնց մասին միշտ խոսում ենք, այդ հիվանդներից մեկն ես։ Բայց գիտես ինչն է հետարքիր, որ ես ճիշտ է թատրոնի մարդ եմ, բայց ամեն դեպքում ոչ միայն թատրոնի մասնագետների, դերասանի, արվեստագետների հետ շփվելուց ես հասկացել եմ, որ Հրազդանում դրամատիկական թատրոնի այդ հիմնումը բեկումնային է եղել մեր գիտակցության մեջ, հա, քաղաքային գիտակցության մեջ։ Անպայման, որովհետև
Կրթական գիտակցության մեջ բեկումնային է եղել։ Ամեն դեպքում սովորություն է դարձել ու մենք ունեցել ենք միշտ ու դա շարունակվել է։ Տեսեք, քանդվեց սովետի ժամանակ, որ վերջ էր քանդվեց թատրոնը։ Փող չէին տալիս ու վերջ։ Մի քանի տենց նվիրված մարդիկ, ասենք ես, Աշոտը Սարգսյան, այն մյուս Աշոտը Սարգսյան Հովունին, Մանվելը մեր Բաղդասարյան, Ռուզանը Հովանեսյանը 4-5 հոգով վերակենդանացրեցին 0-ից, առանց գումարի, առանց որևէ բանի, Հովհաննես Թումանյան հեքիաթներով սկսեցին։ Այդ ժամանակ թատրոնի մնացորդը մեր Կարմիր գլոբում էր, տենց ասեմ, որ մեր հանդիսատեսը շատ լավ գիտի, այնտեղ էին գնում գալ Հրազդանից, ոտքով այնտեղ ունդեղից տուն էին գալիս։ Նույնիսկ քույքեր կար։ Ինչ կար այնտեղ։ Այնտեղ էր թատրոնի ժամանակ, այդտեղից սկսեցին։ Խաղացնենք բանը, Միրհավը, խաղացնենք Թագավորը ներկայացումը, դիմական հանդես ներկայացումը։ Ես գիտեմ, ցանկը մեր ժազդանցիներն էլ լավ հիշում են, հա, թե ինչ էր կա, մի խոսքով թատրոնի գործունեության ներկայացումներից, նույնիսկ հիմա YouTube-ում էլ կա կարող են մտնել նայել, ինչու ցանկացար ստեղ անել Սասունցի Դավիթը։ Ինչ կատարվեց։ Դե ես ասենք գրադարանում որ աշխատում եմ, տեխնիկայի ներկայացում ենք դրել աշխատողները, շուն նկատուն իրենք ունեին, իրանք խաղացել են դեռ կապույտ թռչունը, աղջիկը, ասենք, ասած գրադարանի աշխատակիցները շունը կատուն բեմադրեցին դեղ ու չարի վերջը, շատ հետաքրքիր արձագանք տվել առաջ անգամ ես, ասենք, տեխնիկայինի հետ գործ ունեցել էլի, Ագին արձագանք տվեց, երեխեքը գալիս են դպրոցներից բերում նայում էին, ճիշտ է, բարեգործական հիմունքների վրա էր, ճիշտ է, հիմա մի քիչ փոխվել է, որտեղ վերջ աշխատանքը պիտի ինչ-որ ձևով գնահատվի, տեղից սկսեցինք, հետո որ թատրոնը բացվեց, հետո կարիք կար ինչ-որ մի բան բեմադրելու, ես էլ մի քիչ ասենք հեքիաթներն եմ ուսումնասիրում իմ համար, Սասնածառերը իմ համար, ու միշտ ասենք Սասունցի Դավիթը ինձ համար եղել է մի տեսակ հայի բնույթի իր տեսակով, իր ոգով, այն մարդը, որ պիտի լինի, այսինքն հայ մարդը, հայ երեխեն պիտի այդ ոգով մեծանա, չունենալով դերասաններ, դուք մենք շատ լավ գիտենք, ստեղ են կարողացանք տեխնիկայինով դա մատուցել, որը ստացվեց, ինձ թվում է, ասենք, Ինչ է դարի։ Հա, որովհետև եթե չստացվեր մենք չէինք այսքան, տարբեր տեղեր գնայինք եւ այլն նույնիսկ ստեղ դեռ հələ նոր թե չէ ասենք քայլերը կատարում, բայց ահագին արձագանք է տվել։ Ինչն է խնդիրը։ Ես ուզում եմ իմ երկրի, իմ քաղաքի, իմ տան երեխան մեծանա Դավիթ։ Լինի ինքնուրույն, լինի ասենք ոգեղենության բուժեղ, պինդ տեղը Դավիթը միամիտ չի, շատ լավ գիտի ինչ անում։ Այսինքն մենք պետք է դաստիարակենք մեր երեխեքին, այդ որ նույնիսկ երեխեք, աղջիկ երեխեքին որ հարցնում ես, որ մի կերպար կուզենաս դառնալ, որ մի հերոս կուզենաս դառնալ, աղջիկներն ասում են Դավիթ։ Իմ համար այդ հրաշք ասեմ, կարևոր չի տեխնիկներով, ինչքանով են կարողացել, բայց ասելիք ունեն։ Իսկ որ տարիքի համանակ քո ներկայացումը Ինձ թվում է փոքրից մեծ։ Նույնիսկ մեծահասակներ գիտեմ, որոնք ասեն ինչ կլինի, ասենք գանք նայենք, էլի եթե ցույց եք տալու գանք նայենք։ Մեր արվեստագետներից կան եւ այլն, մեծ սիրով գալիս նայում են։ Նույնիսկ մարդիկ են եղել, էլի մեծահասակներ, ովքեր նայել են, նույնիսկ լացել են տեղեր կան։ Ես չեմ էլ պատկերացնում, թե որ տեսարանում են լացել, բայց ինձ կողքից են ասել, որ տես բանա տեղ ունեցել եւ այլն։ Ես ուրախ եմ, որ վերջ-վերջում նայում, դե փոքրերը իրանց աշխարհը ուրիշ։ Նույնիսկ մանկապարտեզ երեխեքը հրաշք են իրենք, երբ որ գալիս տեսնում են, իրանց մոտ ուրիշ բան աշխատում։ Տեսողական դաշտն անդայնվում։ Այդ խաղի, այդ բանի մեջ իրանք տեսնում են իրենց ձևով։ Կգա տարիքի, մի տարիք կանցնի, իրանք որտեղ դի փոքրուց սկսես քիչ տալ։ Ինչ նպատակներ որ դրել եք այդ ներկայացման ստացվեց ձեր մոտ։ Ես ստացել եմ։ Ինձ իմ համար կարևորը մի քանի շերտեր կան, դե բազմաթիվ շերտեր ունի։ Դեգուս Թումանյանի Սասունցի Դավիթը ես վերցրել Սասնածռերի դեպոսից են հիմնական եւ չեն վերցրել, որտեղ ավելի շատ այնտեղ ուրիշ բաներ էլ կան։ Իհարկե։ Ասենք մի քանի շերտ է պետք, որ ստացել եմ ես այդտեղ տեխնիկայինով, որը հասանելի է։ Այսինքն են առաջի, երկրորդ, երրորդ շերտը շատ քչերը, բայց ասենք են առաջ տեսանելիությունը, Դավիթի խոսքերը, Հովհանի խոսքերը, երբ որ ուշադիր հետևեն, նույնիսկ մարդիկ կան ասենք տեսել են, չեն էլ հասկացել թե ինչ է ուզում ասել։ Օրինակ հանդիսատեսը ինչ է ասում։ Մոտեցել են քեզ, ինչ են ասում։ Մոտեցել են, ինձ ես ասում եմ, իրանք գոհ են եղել,
բոլորը նույնիսկ մարդիկ արդեն գիտեմ, ասենք դասից, իմ ընկերներից ասենք ուրիշ տեղից եկել են, իսկ լսել ենք շատ լավ ներկայացում եղել։ Որը չի տեսել։ Որ արվեստի մարդը ասում է հետաքրքիր էլի չեն կարող ակնայինք, ասում եթե ներկայացումն գալավին եմ, խնդիր չկա։ Մենակ այդ չէ, էլի դրսից էլ ասեմ, ասենց ասեմ չեմ ուզում փնովեմ, ասում է ձեր մոտ էլ չկա ներկայացումներ գանք նայենք։ Դե ես գիտեք, ես կյանքում որևէ մեկին բան ավսվասով բոլորի հետ լինի, հիմա իրաց դուր է եկել է մեր մոտեցում։ Ամեն թատրոն իր հանդիսատեսն ունի, ընդհանրապես տեսպես է, թատրոնը մի տարածություն է, որտեղ ինքը իր աշխարհն է, այդտեղ շատ համընկնում իր աշխարհին։ Շին հարցը, որ կուզենայի մի հատ լավ դեպք պատմեիք, ձեր սկզբի շրջանից, թատրոնից, հա, Բադալյան Մկրտիչից, Իշխան Ղարաբյանից, նա հետաքրքիր դեպք, որը կբնորոշի նաև Հրազդանի այդ ժամանակա մշակութային շրջանը։ Օրինակ, ասենք հնուց ավելի շատ կնի, ես պատմեմ դիմակ հանդես ներկայացումից, Բադալյան Մկրտիչի հետ կապված, թեկուզ մնացած էլ եղել շատ հետաքրքիր պատմություններ, մեծ խաղացել եմ։ Ներկայացման ժամանակ ես Իշխան Զվեզի չեմ խաղում, Բադալյան Մկրտիչը Արբենն է խաղում, ու տեղ կար, կանգնած եք, սենց ու պետք է ինձ հարված էր, ապտակ էր ինձ, հիմա ապտակ Բայց ուժեղ էր ինքը։ Ես էլ բეხեր եմ սրծել, ասենք որպեսի մի քիչ բան կերպարային Ինչ ճիշտ կերպարներ ա տվել ստանայի, ու կարդ խաղալուց հետո պետք է այնտեղ գործողություն ա տեղ ունենում, ու ինքը ինձ պետք է ապտակի, ապտակելուց որ ապտակում ա, բեխի ծայրը թեքվում ա, թեքվում ավելի խոսքերն ասում ես որ մի արագ այդ պահին այնց ստացվեց որ ասենք այդ դերասանը ովքեր ինձ բռնել էին որ վրա չտայի դե Արբենն ավան ձեռով ուսես թափտուց գնացի իսկականից ընկա որտես բան պետք է չլներ էլի ու շատ ասենք մեռել ենք հետո ծավալ ստացան դե ասում հա դե ինչ անեմ սս տեսա որ բախտի դզեմ էլի կպնի չի կպնի դե հատուկ բանով է չէ կլեյով է չէ կպնում այդ հանդիսատեսը շատ դեպքերում չի նկատում բայց շատ դեպքերում էլ շատ իրա բայց դե իրան հետարքիր է երբ որ նույն բնականon թեմատրական ընթացքը դες ճիշտ չի ընթանում եւ հետարքիր միջադեպեր են գրանցում շատ եղել ասենք բան անգել դեռ պետք է կարողանաս բանը վերցնես արանքը տանես հանես իմպրովիզացիա անես բանը շատ եղել դեռ շնորհակալություն Վարդան ջան այսօր կամերային զրույցի հյուրն էր ռեժիսոր դերասան մանկավար Վարդան Խաչատրյանը շնորհակալություն հարգելի բարեկամներ ես էլ եմ շնորհակալ որ ինձ հրավիրեցիք Թեկուզ ես միշտ կամ, շնորհակալ եմ բոլորից, ես կուզենամ, որ մեր հանդիսատեսը սրտով մոտենա ամեն ինչին։ Ինք դուք պետք է բարձրացնեք այն ինչ որ մենք ունենք, արվեստը որ ճանաչողություն է բերում քաղաքին, այն տարածքում որտեղ ապրում ենք մենք, մեր երկրին, մեր հայրենիքին։